Ժողովուրդ ջան, ինքնատիրի տոմսը առնում ենք, հետո գնաց, վիզայի հարց լուծի, չգիտեմ, հյուրանոցի հարց լուծի, եթե ուզում եք այդ սաղ հարցերը միանգամից լուծեք, դիմում եք one-on-one գործակալությանը, որը որ առաջվա Zara Travel-ն է, ու բոլոր հարցերը ստե միանգամից լուծվում է, բոլոր ուղղություններով կան թռիչքներ, խնդրեմ, շատ արագ, շատ շուտ, շատ որակով սպասարկում է, ես արդեն Երևանից տոմսերը վերցրել եմ, ձեզ եմ խորհուրդ տալիս։ Սիրելի հետևորդ եւ հանդիսատես նախ մինչեւ բուն նյութին անցնելը հիշեցնեմ, որ մայիսի 18-ին Grand Stage-ում խաղալու եմ stand-up and jazz ներկայացումը իմ ջազմեն ընկերների հետ, տոմսերը ticket-ում են, կարող եք պատվիրել։ Իսկ հիմա անցնենք գործին։ Բարև ձեզ։ Երկրորդ նախագահ պարոն Քոչարյանը տվեց ասուլիս, կարելի ասել երեխեքի համար, հա, եթե չեմ սխալվում, համալսարանում էր, ուսանողներ էին այնտեղ հավաքված, միջին տարիքերի 30 տարեկան էր, շատերը չեն էլ ապրել այդ դարաշրջանում Քոչարյանի, ես որպես մասնակից, որպես քաղաքացի, որը որ անցել է այդ ամեն ինչի միջով, չեմ կարող լուր մնալ եւ ուզում եմ մի փոքր անդրադարձ կատարեմ երկրորդ նախագահի ասածներին, հնարավորինս չափ իմ վատ վերաբերմունքը նախագահին երկրորդ թաքցնելով, որքան դա հնարավոր է եւ ինչքան հնարավոր է օբյեկտիվ կլինեմ, կասեմ այն ամեն ինչ, որ ես տեսել եմ, մնացածը արդեն թողնում եմ ձեզ, որպեսզի դա այսպես պրոպագանդա չլինի, այլ կարողանաք վերլուծել, հա, ես խնդրում այս եթերը տարածել անպայման, որպեսզի այդ մասնակիցներն էլ, ովքեր որ այդ օրը մասնակցել են Քոչարյանի ասուլիսին, տեսնեն եւ անեն իրենց հետեւությունը, նաեւ մի մոռացեք գրանցվել ալիքիս, որովհետեւ գիտեք, որ այդ գրացումները շատ կարեւոր են ինձ համար, նաեւ այնց մա կարաք լայք տնեք։ Նախ եւ առաջ երիտասարդը երկրորդ նախագահին հարցրեց, թե ինչով էր պայմանավորված, որ առաջի պատերազմում մենք հաղթեցինք, երբ որ դուք նախագահ եք։ Պարոն Քոչարյանը ասեց, որ դու նախ եւ առաջ բազմաթիվ բաներ բերեց, օրինակներ բերեց, պատճառներից մեկն այն էր, որ կար ազատ լրատվություն, չկար ինտերնետ, ամեն մեկը ինչ ուզում չէր ասում, այսպես ասած շատ օբյեկտիվ էր լուսաբանվում եւ դրա համար ավելի կայուն վիճակ էր Հայաստանում, ասեմ, դա ոչ թե սուտ է, այլ սխալ է, որովհետև օբյեկտիվ լուսաբանումը բանակին չի կարող օգնել ռազմական գործողություններում, մենք գիտենք բազմաթիվ օրինակներ, երբ որ տոտալիտար երկրներ, ավտորիտար երկրներ, որտեղ որ չկա օբյեկտիվ լուսաբանում եւ չկա ազատ մամուլ, հաղթում են պատերազմներ, ասենք, ձեզ օրինակ, ասենք, խնդրեմ, Ադրբեջանը, ֆաշիստական Գերմանիան շատ հաջող, ասենք, կռվում էր, ասենք, եւ այնպես չէ, որ Խորհրդային Միությունում կար օբյեկտիվ լուսաբանում, դրա համար Խորհրդային Միությունը գրեց, չէ, դա ուղղակի բան էր, այսպես կարելի ասել, պոպուլիստական քայլ էր։ Պարոն Քոչարյանի կողմից ուղղակի այնքան մի բան ասեց, այնքան որ ինքը իր ականջին հաճելի լինի, հա։ Հետո խոսեցին նրա մասին, որ ես երբեք շպարգալկով չեմ աշխատել, բայց ուզած հիմա ամեն ինչ գրել եմ, որպեսզի ոչ մի բան բաց չթողնեմ, հա։ Անկայուն վիճակի մասին Ադրբեջանի, որ Ադրբեջանում անկայուն վիճակ էր եւ դրա համար բան էր Ադրբեջանում Ադրբեջանը ավելի թույլ էր, քան թե մենք, իսկ մեր մոտ ավելի կայուն վիճակ էր եւ դրա համար մենք հաղթեցինք։ Չեմ կարող չհամաձայնվել դրա հետ, անկայուն վիճակ երկրում իհարկե չի կարող բերել հաղթանակի, մենք գիտենք, որ այդ օրերին Ադրբեջանում առնվազն մի 4 ղեկավար փոխվեց եւ
հենց որ մերոնք հաղթում են այնտեղ ղեկավարը փոխվում, հենց որ ղեկավարը փոխվում, էլի մերոնք հաղթում են, ես դա հիշում եմ շատ լավ, այստեղ ուզում ես հարց տալ, իսկ ինչու այնպես արեցիք, որ ամենասկզբից 18 թվից այդպիսի անկայուն վիճակ ստեղծվեց, 18 թվից առաջ սկսեց այդ անկայուն վիճակը, եւ ես կարծում եմ, որ մեր անկայուն վիճակի, Հայաստանում անկայուն վիճակի եւ պարտության զգալի մասը դրա համար է, որ այստեղ միանգամից ողջգեղենիկ հայերենով ասած խոդի տրվեց 5-րդ շարասյունը եւ բավական անկայուն վիճակ ստեղծվեց ամենահենց սկզբից բզբզելով այսպես ոչ միայն քննադատելով այն ուղակի սաբոտաժի ենթարկելով ամբողջ բանը պետական համակարգը եւ դա էլ բերեց բնականաբար պարտության այստեղ չես կարող չհամաձայնել պարոն Քոչարյանի հետ Հետո ասեց, որ Ադրբեջանի զինվորները մեծ մասը խորհրդային բանակում անցել էին ստրոյբատեր, այսինքն շինարարական ինչ-որ գործերում էին զբաղված։ Ճիշտ է ասում, ես որպես խորհրդային բանակում ծառայած մարդ կարող եմ նաև դες հաստատել, որ հայերը ավելի լավ էին ծառայել խորհրդային բանակում։ Մենք ունենք լավ սերժանտներ, լավ սպայական կազմ, ադրբեջանցիք մեծ մասը կապտյորщикներ էին, խլեբարեսկուկում էին աշխատում, ճաշարաններում, բաներում, իրանք տենց էին ծառայում, մեծ մասը։ Իսկ մեր մեծ մասը դա նորմալ զինվորներն էին, նաև իհարկե ունեին շատ լավ սպաներ, ես մի հատ ադրբեջանցի սպա, որպես ասած չեմ հիշում։ Ես հիշում եմ հայ սպաներ, որոնք որ արդեն հայերեն չէին խոսում, ես հիշում եմ հայ զինվորներ, որոնք որ շատ լավ էին ծառայում, ի տարբերություն ինձ, ես առանձնապես մի ծառայող չեմ եղել, հա, ես այդ ամենը տեսել եւ չեմ կարող չհամաձայնել պարոն Քոչարյանի հետ, այո, մեր այդ ազնակազմը, որը որ վերցրեց զենք, շատ շուտ սովորում էր ավտոմատը, հիմա այդ ավտոմատը ինձ էլ դաս, ես շատ շուտ կհիշեմ, ասենք ոնց է քանդվում, հավաքվում, որտեղ անցել եմ այդ ամենը։ Շատ շուտ էին սովորում, ի տարբերություն ադրբեջանցիներին, դա չեմ կարող չհամաձայնել, ճիշտ է ասում։ Հետո 90-ականներից միանգամից պարոն Քոչարյանը թռավ 16 թիվ, որ այդ 16 թվին արդեն սկսվեց կամաց վիճակը անկայունանալ։ Կարելի է մտածել այդ 90-ականներից 16-ը մենք ամբողջ աշխարհից քնեց ու ոչ զարգացում ա եղել, ոչ մի բան ա եղել։ Մինչև 16 թիվը սիրելի երիտասարդներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եղավ մարտի 1 պարոն Քոչարյանի օրոք, հետո եղավ հոկտեմբերի 27, էլի պարոն Քոչարյանի օրոք։ Հիմա ես չեմ տրվում այդ սպեկուլյացիաների մեջ, որ Քոչարյանը սպանել տվեց, թե Մոսկվան սպանել տվեց, թե ինչ, այս ոչ ու փուչ եղած իշխանության գործառույթն էր, որ պիտի աներ, որ լուստրացիաներ հասկանային ով բարեկամն է, բայց չարեց։ Ես էլ չեմ ուզում այդ պատասխանատվությունը վրացվեցնել, որովհետև ես չունեմ ապացույց, բայց ապացույց է, չէ՞ որ այդ օրոք ա եղել։ Դու ես ղեկավար եղել, այդ օրոք, երբ որ երկրի ուղեցիրը փոխվեց, պարլամենտի գնդակը արեցին գմպծրին, հա, եւ այդ քո օրոք ա եղել, երբ որ Ղարաբաղից զորքը բերեցիր Երևան եւ ջարդեցիր, արեցիր մարտի 1, 10 հոգի ստեփռեցիր մարտի 1-ին ու տասնյակ հոգի էլ ընկան հետո հիվանդանոց։ Եվ որ ասվում է նաեւ որ կար կամաց սկսվեց այդ պարակտումը հասարակությունում եւ հասարակությունը պարակվեց, ասեմ որ այդ պարակտման առաջին ծիծեռնակները ես տեսել եմ ձեր օրոք պարոն Քոչարյան, երբ որ դուք Ղարաբաղից զորքը բերեցիք ստեղ հայաստանցիներին ծեծելու դա մեկ, երբ որ դուք գցեցիք այդ նարատիվը, որ Ղարաբաղցին դա մի հատուկ տեսակ է հայի, գիտեք ես մի հատ մի բան ասեմ, ընդհանրապես բոլոր հայերը հատուկ տեսակ են, աբարանցին հատուկ տեսակ, լեննականցին շիրակցին հատուկ տեսակ, երևանցին հատուկ տեսակ, չգիտեմ, քյավարցին հատուկ տեսակ, բոլորս հատուկ տեսակ, բայց բոլորի դենքա նույնն է։ Իսկ այդ նարատիվը գցել որ Ղարաբաղցին դա մի հատուկ տեսակ, մենք տեսանք թե ինչի բերեցին։ Դա բերեց նրան, որ Հայաստանի զինվորին Հայաստանից եկած Ղարաբաղում չէին հարգում, որ նույն սիգարետը ծախում էին ավելի թանկ, որ կային բազմաթիվ դեպքեր, որ մեր երեխեքը Երևանից մտնում էին, ասենք Ղարաբաղի ինչ որ մի նռան այգի նուր կողելու, ինչպես մենք էլ կանենք իհարկե,
իրաց չէին թողում այդ նուրը բանվերս տենցեցում էին շատ հաճախ ու ընդհանրապես հայաստանցու նկատմամբ այսպեսի ինչ-որ մի վերաբերմունք կա ընդհանուր եւ այդ մտնոլորտը ձերերով հա ստեղծվե դա դուք եք արել որտեվ դուք այդպես եք վերաբերվել Հայաստանի ժողովրդին եւ ես կամաց կապացուցեմ թե ինչու այդ 16 թվականի մասին Հետո ասում եք որ լարվածությունը կամաց շատացավ 16 թվականին իսկ ինչու շատացավ որովհետև Սերժ Սարգսյանին դուք եք բերել մարտի 1-ով Սերժ Սարգսյանը լեգիտիմ պրեզիդենտ չէր իրան ատում են ինչպես եւ ձեզ դրա համար այդ լարվածությունը ստեղծվեց Այդ լավացումը դուք եք էլի ստեղծել, դուք եք մեղավոր, ոնց որ դու առաջինն եք։ Ամենևին էլ ոչ մի մեղ չանելով այդ իշխանությունից, որովհետև ի վերջո այդ բևեռացումն էլ այդ իշխանությունն է մեղավոր։ Որտեղ եթե ամենասկզբից սաղիդ հերանից էր, ասենք, սաղին ու որ պետքա կողեր բանդ, ու որ պետքա ուղղակի զրկեր քաղաքականության զբաղվելու իրավունքով, աներ դատ ու դատաստան, նորմալ լյուստրացիա, չգիտեմ, վեթինգ, զահռումար եւ այլն, բևեռացում չստեղծվի։ Կլինեին Դիմադիր ուժեր, որոնք որ կլինեն անդիմադիր նաև Նիկոլ Փաշինյանի, մենք ունենայինք նորմալ պարլամենտ, ոչ թե այն պորնոգրաֆիան, որ մենք այսօր ունենք։ Դա այդպես։ Հետո խոսեցիք արտասահմանյան NGO-ների բաների մասին, որ ֆինանսավորվում է հիմա մինչև հիմա ֆինանսավորվում էր NGO-ներ, տարբեր, այսինքն կազմակերպություններ, որոնք որ ֆինանսավորում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպություններ եւ այո, իհարկե, ձեր ժամանակ NGO-ներ չկային եւ դրա համար շատ հանգիստ մարդկանց գլուխներ ունիտազների վրա ջարդում էին բաներում, ասենք ռեստորաններում, մարդիկ քաղաքական հետապնդումների էին ենթարկվում ու եւ այլն միլիոն բան, ասենք չասեմ։ Հետո այդ NGO-ները ասածը դուք եւ Մարիա Զախարովան նույնպես մենակ մի ռակուրսով եք նայում LGBT-ների մասին, ասենք, դրանք LGBT են սա։ Գիտեք, ես բազմից ասել եմ, ինչ որ մի բանից, երբ որ դու վախենում ես, Ֆրեյդին շատ եմ սիրում, էլի այդ թեմայով, հետո էլ կասեմ թե ինչու։ Ուրեմն դու այդ վախը ունես, որովհետև վտանգ ես զգում ինքդ։ Այսինքն միայն լատենտ հոմոսեքսուալիստը կարող է վախենա որևէ միասեռականից, որ հանկարծ կարող է պատահի, դա ենթագիտակցություն, մի խոսքով մի քիչ բարդ խոսակցություն է, հիմա չեմ ուզում տանեմ առաջ, հա, մանավանդ դրա մասին խոսք չեղավ, այլ խոսում էիք ընդհանրապես այդ NGO-ների մասին, որ միլիոններով փող էր մտնում Հայաստան, որ Հայաստանը քայքայր, ոչ, միլիոններով փող դուրս էր հանվում ձեր օրոք, թեկուզ չեմ ասում դուք 4 միլիոն ունեք կամ չունեք, չեմ խոսում Forbes-ի մասին, չեմ տեսել ինքս, կարող պատահի սա սուտ են ասում, կարող պատահի բանա դա պրոպագանդա է, բան չեմ ասում, բայց ես տեսել եմ, չէ՞ ոնց է ասենք, նույն ասենք բանը հելեկով արվում բաներ, ոնց է այդ ծելե կամուրջներ, չէ՞, ոնց են փողը գնում Ղարաբաղ, ճանապարհներ սարքելու եւ այլ, ու բնականաբար տեղից ինչ-որ փող պիտի հատկացվեր նաեւ բանակին, բայց մենք գիտենք, չէ՞ որ բանակում, ասենք, այնտեղ կանցերի բանկեր էին կախված, մենք գիտենք, չէ՞ որ առաջնագծերը չէին կահավորված, մենք 16 թվին էլ էս երևաց, որ մենք արդեն բավական թույլ ենք եւ բանը այդ պատերազմը չկանգնեցրեցին մեր հերոս գեներալները եւ մեր հերոս տղաները, այլ Սերժ Սարգսյանը ուղղակի վազեց Մոսկվա եւ ասեց լավ, всё, կանգնեք, տեսնենք ինչ ենք անում։ Հա? Հենց այդպես եղավ, որ կանգնեց պատերազմը, ոչ թե մեր հզոր բանակը կանգնեցրեց, այսպես ասած, Ադրբեջանի բանը հարձակումները։ Այդ քարորյա պատերազմի մասին երկու խոսք ժողովուրդ ջան։ Հետո խոսեցին Վազգեն Սարգսյանի մասին, խոսեցին, որ նա ստեղծել էր, այսպես ասած, արդեն ստեղծում էր բանակ, հա, բանից այդ ջոկատներից, բաներից կամաց բանակ էր ստեղծում եւ իր մոտ դա շատ լավ ստացվեց, այո, չեմ կարող չհամաձայնվել, բայց Վազգենի գլուխը ով կերավ, այսպես ասած, այնց էլ մնաց մեծ հարց ինձ համար եւ լավ կլներ, որ այդ հասարակ ուչաստկովին, որ դուք ասում եք, հասարակ ուչաստկովին կարա դա բացի, այդ ուչաստկովին նենց է չգտակ, ոչ դուք գտակ, ոչ Սերժը գտավ, ոչ Նիկոլ Փաշինյանը գտավ, եթե այդ ուչաստկովին հիմա լսում ա թողոնե մի երկու բառ ասի, թե այդ բանը ոնց եղավ, հա։
Հետո գիտեք ինչ, խոսվեց բանակի բարեփոխումների մասին, հիշվեց Կլուբնիկեն, հիշվեց պոպուլիստական հայտարարություն, չեմ կարող չհամաձայնվեմ, այո, Կլուբնիկը եւ զինվորի տրուսիկը կարևոր բան է, բայց երկրորդական է, կարևորը զինվելն է։ Եթե այդպես է, եւ եթե 16 թվին դուք արդեն դա տեսել եք, բանդիմատի դառնայիք այն ժամանակ։ Մոսկվայում հանգիստ նստած եք, չէ, եւ ձեզ քաղաքական գործիչ էլի ռեանիմացրեց, դարձեց այս ոչ ու փուչ եղած իշխանությունը։ Դուք դեզման նստած, բայց չէիք տեսնում եք, չէ, այդ ամեն ինչը։ Բա մի տրուպկեն վեկարերի զանգերացրեց, Սերժ Ազատիչ, ես ինչ ես անում։ Կամ դառնայիք ընդդիմադիր, կուսակցություն ստեղծեք, կամ չստեղծեք, գայք Հայաստան միտինգ անեք, ժողովուրդ, Ադրբեջանը զինվում է, ես ձեզ հայտարարում եմ ոչ որպես ինչ-որ մի բլոգեր կամ ես ինչ, այլ որպես երկրորդ նախագահ, ես տեսնում եմ, Ռուսաստանը զինում է Ադրբեջան, հայ դեպ Ռուսաստանն է զինում, հետ էլ իշեք, էլի գոնեմ երկու բառ, Ռուսաստանը զինում է Ադրբեջան, Ադրբեջանը արդեն 5-րդ սերնդից զենք է գնել, արդեն պատրաստվում է մեր հերանիցի, շարժվեք, բարեք մի բան, չէ, դուք հանգիստ ձեր կամֆորտի զոնայում նստած էիք եւ այդ ամենը հիշեցիք միայն այն ժամանակ, երբ որ Նիկոլը տրորեց ձեր պոչը, պոչնա տրորը թե ինչը ես չգիտեմ, բայց ամենայն դեպս երևի թե ինչ-որ բան տրորել է։ Հասարակության բևեռացման մասին ասեմ, համաձայն եմ հասարակությունը բևեռացված է հիմա եւ ինչպես ես ասեցի, եթե ժամանակին լիներ այդ փոփոխությունները, այսպես ասած բանի, հա, հեղափոխական, ապա այսպիսի բևեռացում չէր լինի։ Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմի մասին խոսվեց, չեմ կարող չհամաձայնվել պարոն Քոչարյանի հետ, որովհետև այո, Նիկոլը մի քիչ ավելի շատ պոպուլիստ է, քան թե դուք բոլորդ միասին վերցրած, համաձայն դրա հետ խոսել եմ, դա երևաց ոչ թե այն բանում, որ Ղարաբաղ Հայաստանը եւ վերջ բան, դա ասենք դա շատ պարզ պրիմիտիվ բան էր, որտեղ այդ ասելով չէ, որ պիտի պատերազմը սկսվեր, հա, ինչպես դուք եք ասում, այլ սկսվեց ամենասկզբից երևաց կորոնայի ժամանակ, երբ որ հիվանդների համար հատկացվեց ինչ-որ հյուրանոց, որը որ Թալանից հետ բերված էր այդ հյուրանոցը, այդ ինչ հյուրանոցը դες չիմացանք, չեմ հիշում ամենայն դեպս, բան, եւ մի հատ էլ բլոգեր կա, չէ, Ռավանը ասում էր, вот видите, какой он руководитель, այ անգամ հիվանդների համար այդ հյուրանոցն է ինքը բան արել, որ հիվանդները ընդե պարկեն, բան, հետո վերջը հիվանդները պարկեցին, հետո բանը համալիրում բացվեց կոյկաներ, բան դրեցին, որ եթե պետք լիներ այնտեղ մեր քաղաքացիներին բուժեին։ Ու ամենայնիվս չեմ էլ կարող չնշեմ, որ Հայաստանը ամենատուժողը չի այդ կորոնայից եւ ոնց էլ չլինի, մեր իշխանությունը կարողացավ հասարակության հետ միասին այդ խնդիրը հաղթահարել։ Եվ հետո ասեց պարոն Քոչարյանը, որ եթե զինվորով չզբաղվեն 2 տարի, ապա բանակը կքայքայվի։ Գիտեք, համաձայն եմ ես դրա հետ, բայց մի բան ասեմ, ընդհանրապես 2 տարի չէ։ Պարոն Քոչարյանը որպես հին ռազմի գործիչ պիտի հասկանա, որ մի հատ աֆիցեր պատրաստելու համար առնվազն 15 տարի պետք է։ Իսկ այս 30 տարվա ընթացքում մենք այնպես էլ չպատրաստեցինք նորմալ կադրեր, որպեսզի 20-20-ին դիմագրավեինք։ Դա ոչ միայն այս իշխանության մեղքն է, այլ նաև ձեր անձամբ, պարոն Քոչարյան։ Հետո խոսեցիք, որ պատերազմը ուզում եք կանխեիք եւ ուզում եք խոսեիք Արայիկ Հարությունյանի հետ, հանդիպեիք, բան եւ այլն, բայց Արայիկ Հարությունյանը ասեց, որ Նիկոլը ինձ կուտի, եթե բան անեք, եթե հանդիպեք։ Կոնկրետ տեղեկություն չունեմ, միգուցե սուտ եք ասում, միգուցե ճիշտ, բայց ճշմարտությունը շատ նման է, որովհետեւ ի վերջո դուք բոլորդ մտածում եք մենակ ձեր մասին։ Արայիկը վախենում էր, որ Նիկոլը իրան կուտի, Նիկոլը վախենում էր կայնասի պատերազմը, որպեսզի իրան հանկարծ չասեն դավաճան, դուք ձեն չէիք անում այն ժամանակ, որ պատերազմ կարող է սկսվի, որտեղ կոմֆորտի զոնում եք նստած, զոնայում եք նստած, նո եւ այլ սաղը տեն ոնց սաղիդ մի ներաբերել սաղիդ, եւ այդ մայրը ամենաբարոյական մայրը չի ես կասել, էլի մի անգամից, ոնց հավաքական հայկական մայր ասեմ, էլի ասենք կոնկրետ իհարկե ձեր ծնողներին չի հիշելով, որտեղ շատ հաճախ ծնողը մեղք չունի, որ երեխենը տենց է։
Հետո մի հետարքիր մի խոսք եղավ, որը որ հիշում եք, որ ասացի կվերադառնամ Ֆրոյդին, հա, ասացի որ միայն հայերն են մեղավոր, որ սկսվեց այս պատերազմը։ Նախ սուտ եք ասում, որովհետև միայն հայերը կամ միայն ադրբեջանցիները չեն, որ որոշում են, որ պատերազմ պիտի լինի։ Շատ լավ գիտեք, հասկանում եք, եթե ես անգլիագետս հասկանում եմ, դա ընդհանուր աշխարհաքաղաքական մի վիճակ է եւ ուղղակի այդպես հասունացնել է պիտի լիներ բնականաբար մեր իշխանություններն էլ ձեր հետ միասին շատ մեծ մեղք ուներ, բայց ինձ ֆրազն է բանանում միայն հայերն են մեղավոր։ Էլիքսենկենկոն, որ դա ասենք ձեր ասածը կարող է պատահի Ադրբեջանի շատ օգնի եւ Ղարաբաղցիների մերոնց որ դատում են ընդ հիմա, կասեն դե տեսեք, դուք եք օկուպանտ եք, զավթիչ եք, հələ մի բան է ձեր առաջին նախագահը, ձեր երկրորդ նախագահը դրա մասին ասում, աշխարհն էլ կասի դե հա, եթե անգամ Արայիկ Հարությունյանին ծեծելով ստիպել է որ նա այտենց ասի, եղավ Քոչարյանն ով է ծեծել, նա ասում է, ուրեմն դա այտենց է, էդ էլ գցենկենկոն։ Գիտեք, այն մարդը, որ ասում է, այս երկիրը երկիր չի, ինքը իրան չի իդենտիֆիկացնում Հայաստանի հետ։ Որովհետև դա իր համար այս երկիրն է։ Այն մարդը, որ ասում է հայերը մարդ չեն, հայերն են մեղավոր, ինքը իրեն չի իդենտիֆիկացնում հայ ժողովրդի հետ։ Պարոն Քոչարյանը երբեք իրան չի իդենտիֆիկացրել հայ ժողովրդի եւ հայ հասարակության հետ։ Երբեք։ Դա լսել եմ անձամբ իր օֆիսում աշխատած մարդկանցից։ Ինքս ինձ համար ապացույց ունեմ, իհարկե անուններ չեմ տա սիրելիներս, բայց լսել եմ եւ նաեւ ահա ապացույց հենց Զիգմունդ Ֆրեյդը ինձ նոր դա բացատրեց, որ մարդու ենթագիտակցությունում դա նստած է։ Հասնենք առաջ, ժողովուրդ ջան։ Հետո խոսեցին, հարց տվեցին պարոն Քոչարյանին վերջում երեխեքը, թե ինչ թերացում ունեիք դուք, նա ասեց, որ գիտեք ինչ, չկա այդպիսի իշխանություն, որ թերացում չունենա, ինձ մի անգամից հիշեց Քաչնազարին, որ ասում է այսօրվանից արևը ծագելու է արևելքից եւ արևմուտքից մայր է մտնել, լուրջ ես ասում։ Եվ ժողովուրդը ասում է, արա տեսեք, չկա ոչ մի իշխանություն, որ սխալ է, այո, պարոն Քոչարյան, չկա այդպիսի իշխանություն, որ չունենա սխալներ, այո, բայց գոնե ասեք, ո՞րն է այդ սխալը։ Ոչ մի սխալ չնշեց, այնպես ինչպես սրանք։ Սրանք որ ասում է Փաշինյանն ասում նստում է, մենք սխալվել ենք, մենք սխալվելու իրավունք ունենք, մենք սխալվել ենք, բայց ո՞րն է կոնկրետ ո՞րն է քո սխալը։ Փաշինյանը ո՞րն է կոնկրետ ո՞ր սխալը։ Թող իր ջարդած բերնով ասի, որ սխալ էր, որ լյուստրացիա չեմ արել, որ սխալ էր, որ Վանեցյանին ու իր նմաններին գեներալի կոչում էի տալի, որ սխալ էր, որ Տաուշի դեպքերից հետո 70 հատ խաչ նվիրեցի բաներին, սաղ զինվորներին ու այդպես ասում էի, որ լավ էին կալել։ Ասա կոնկրետ ո՞րն է սխալը։ Ասա։ Նույնը Քոչարյանը կոնկրետ չի ասում, որ սխալ էր 100 միլիոնի դիմաց ամբողջ էկոնոմիկան նվիրել Ռուսաստանին, ասա որ սխալ էր մարտի 1-ին Ղարաբաղից մեր հայրենակիցներին բերել, այս հայրենակիցներին ծեծել եւ թշնամանք հարուցել, ասա որ սխալ էր մարդկանց գլուխները ջարդել ունիտազների վրա, ասա էլի, կոնկրետ ասա, կրթության ոլորտում չեմ հիշում, միգուցե լավ էլի, բայց դու լսում տղամարդ եք արա, տղամարդը ես եմ, դուք ի՞նչ տղամարդ։ Դուք ի՞նչ տղամարդ, ոնց ես էլ չեմ։ Տղամարդը այնա, որ նախ սեքսիստական բաները սեքսի հետ կապ չունի, հանգած լենականցիկ բան չանեն, չարթավորվեն։ Սեքսիստական հայտարարությունները անելուց առաջ մտածեք, էլի ո՞րն է այդ, որ ասենք տենց խոսքի տերն ես բանը վայլն, ո՞րն է դա։ Հալվայի ենքա որ խոսը, հա սխալ ենք արել, բայց դե չեմ հիշում։ Ձերա սխալ։ Ամենաառաջինը ձեզ սխալը այն է, որ դուք միշտ մտածել եք ձեր մասին, բոլորդ։ Չես ամաչում կանտ ասում, մեր PVO-ն լավ չարդարացրեց իրան պատերազմի ժամանակ, լավ չաշխատեց, մեր PVO-ն մերը երբ է եղել։ Հիմա մեկն է, այդ PVO-ն, այդ օդի անվտանգությունը ռուսների ձեռը չի,
Ով է տվել ռուսներին, էլ չշարունակեմ։ Ձեր սխալը չէ, հանցագործությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, որը ասաց, դե ես գործ չունեմ, հետո վաղը կիմանաք, Ղարաբաղը ով է ծախել, ինչի է ծախել, ես գնացի թոշակ ստանալու։ Ձեր սխալը այնա, որ ամբողջ այսպես փաթեթավորեցիք, բցրեցիք Ռուսաստանի տակ, Սերժի սխալը այնա, որ միշտ ձեները կեղծում էր, միշտ կոռուպցիա, բարեկամ ընկեր, ես իմ սանիքա որպես սաբան դնում ու քայքայում փչացնում էր ամբողջ հասարակությունը արվեստագետներից բռնած, սաղին առնում ծախում, փչացնում էր, այ ոնց որ բերդում են փչացնում, կզսնում են, չէ, այդ են սաղին փչացրեց։ Նիկոլի սխալն էլ այն էր, հանցագործությունը, որ եկավ իշխանության, չգիտես թե ինչի, չգիտես թե որտե բան եւ այլ գցենք եկում ու ոչինչ չփոխեց։ Ոչինչ։ Սերժի համ կոնստիտուցիան, համ օրենքները, համ այն հասարակության մեջ տիրող այդ պոռնկությունը, որ կա, առուծախի, բանի կոռուպցիայի, քավորսանիկության եւ այլն այդ ամեն ինչը հարմարեցեց իրան ու հիմա նստած է ու հիմա ինսինուացիաներ անում բաներ սպեկուլյացիաներ անում բաներ անում որ հետո մնա իշխանության այդ էլ սրա հանցագործությունը ժողովուրդ ի վերջո ամեն ինչում մեղավոր ենք մենք ժողովուրդ հասարակությունը, որտեղ մենք քաղաքականապես անգրագետ ենք, որտեղ մենք տրվում են մենակ ռոպագանդաներին, մենք ինքներս չենք մտածում, ով է ճիշտ, ով է սխալ, այդ երեխեքը որտեղ նստած են, իրանց գլուխը լցեց Քոչարյանը ասենց, ու սաղ նստած են։ Երեխեք ջան, համալսարան եք սովորում, գիտականություն կա, բան կա, տեսեք, նայեք, մի հատ ինտերնետ կա ի վերջո, ես հասկանում եմ, որ մեր պատմաբանները Ակարները կախած, դայրից եկած, ասենք, մենք կրոնական պատմություն են գրում, Հավայի, հիմա էլ Հավայի կուսակցական պատմություններ է գրում, բայց ձեր մամաներին, պապաներին գոնե հարցրեք, ինչ է եղել այդ օրը, ոնց է եղել, եւ ինչու ենք մենք հիմա այս վիճակում։ Երևի թե այսքանը սիրելիներս այսօր երբեք չէին անդրադառնա պարոն Քոչարյանի այս ասուլիսին, եթե այնտեղ իմ պոտենցիալ հանդիսատեսը նստած չլներ, այն 20-30 տարեկան երեխեքը, որին ես երբ որ գամ Երևան կհրավիրեմ ներկայացմանս, իսկ այստեղի մարդկանց հրավիրում եմ ամսի 18-ին բան Բրոդվեյ Վարդուհի Ալեքսանդրյանի դպրոցը, որտեղ խաղալու եմ stand-up and jazz ներկայացումը, տոմսերը տիկետ միկետում են, եկեք խոսենք իրար հետ, կերկենք, ֆուրշետ կանենք, կնկարվենք եւ իհարկե լավ ցամորությամբ կգնանք տուն, որտեղ ամեն ինչ կորցրած չի, այս հասարակություն դեռ մտածող մարդիկ կան։ Առանձնապես խելոք չեն, բայց լավ մտածում են։ Էդ է կնոպկին։ Կնցտ